է արդեն թրիչքի համար սիրում օգնած բայց կրկին համար պարզ երկնքից ինձ եմ բաժանում այս երկրային շղթաները մեղք ու հատուցում ջահը ձեռքիս մակողքիս ես ընկնում եմ կապանքներից խորվերքերից կործանվում եմ որոգայթից վախցել հրկել և շանդությունը իմ վախրուն ու գտնել ուղին իմ դեպի տուն ու գտնել ուղին իմ դեպի տուն Ես ինչ ես ասում, հովո։ Դուք արդեն գիտեք, թե ձեզ թե ինչ ա սպասում, ես նախազգուշացրել էի։ Ուստեղից ողջ դուրս գալու շանսը ձեր 50-50 է։ Եթե 15 րոպեվա ընթացքում դուք ինձ չապացուցեցիք, թե դուք չեք ուղարկել քիլերին, ձեր շանսերը հավասարվում են 0-ի։ Խոսացեք։ Հովո։ Չնայած նրան, որ դու համարում ես, որ բարոնը ինձ երբեք իր անգերը չի համարել, բայց ես երկար ժամանակ այդ մարդու կողքն եմ եղել, ու որոշ բաներ այդ հարգարժան մարդուց սովորել եմ, ու այդ որոշ բաներից մեկը մի իտալական ասացվածք էր, որ բարոնը շատ էր սիրում կրկնել։ Վրեժը այն կերակուրն է, որ պիտի սառը մատուցես։ Եթե ես ուզենայի քեզնից վրեժ առնել անցածի համար, ես այդ հիմա չէի անի, այլ ավելի ուշ։ Դու հիմա բարոնի անվան տակ մի թաքնվի Միլո, հետ քեզ պատիվ չի բերում։ Ու հետո մենք գրական երեկոյի չենք հավաքվել, որ առածներ լսենք։ Ես Միրոն եմ, հովո, ու դաժե այն ժամանակ, որ բարոնը ողջ էր ինձ ճանաչում ու հարգում էին, ու ոչ միայն նրա համար, որ ես ու բարոնը միասին գործեր էինք անում։ Իսկ ինչ վերաբերում է քո հետևից Կիլլեր ուղարկելուն, այդ գործում մենք չկանք։ Դու այդ բանկետը հատուկ էիր կազմակերպել։ Սաղին ապացուցես, որ հենց դու արշիվների մեջ ես։ Ու այդ ապացուցելու ձևը ինձ մարտահրավեր նետելն էր։ Ու դու ապացուցեցիր բանկետի ժամանակ։ Իսկ կրակոցները այդ տրամաբանության շարունակությունն է։ Սիրո, եթե դու քո առաջ նպատակ ես դրել իսկ քո տան մեջ խփես, ուրեմն հենց հիմա կանչի տղեկին ու թող այդ բանը իրանք անեն, ես մահից չեմ վախենում։ Բայց եթե դու ուզում ես ճշմարտությունը իմանաս, ու իսկական զակաշիկին գտնես, ուրեմն մենք տեզուր ժամանակ ենք կորցնում։ Ես քեզ երաշխավորում եմ, մենք ու հետևից Կիլլեր չենք ուղարկել։ Այս պահին դու ու քո նոր ընկերներն են մենակ շահագրգռված, որ ինձ խփեն, թե կասեսը տենց չի։ Հովո, արի ես հարցին մի ուրիշ տեսանկյունից նայենք։ Այսօր թե ես, թե Մալխասն ու մնացած տղերքը քո հետ խնդիրներ ունենք։ Ու դրա մասին քեզ բարձրաձայն ասում ենք։ Բայց երևի դու չես մտածում, թե մենք այնքան հիմար ենք, որ կփորձեինք հենց բանկետից հետո Քիլլեր ուղարկենք քո հետևից։ Շատ լավ հասկանալու, որ անհաջողության դեպքում առաջինը մենք էինք պրիցելի տակ հայտնվելու։ Հիմա երկուստ էլ ուշադիր լսեք ինձ։ Հələ որ ձեր ասածների մեջ մինչև հիմա լուրջ բան չեմ տենում, որ կարանա քերի ձեր վրի մեղադրանքները։ Իսկ այդ նշանակում է, որ ստեղից ձեր ողջ դուրս գալու շանսերը քչանում են։ Ու եթե ձեզ թվում է, որ ես կատակ եմ անում, սխալվում եք։ Հովո դու մեզանից
Անհնարին բան ես ուզում։ Դու մեր խոսքերին չես հավատում, ով որ։ Բայց ուզում ես, որ մեր վրա բան վեկալենք, որ մենք չենք արել։ Իսկ ով արեմիրո, ով էր քիլերին իմ հետևից ուղարկե։ Չգիտեմ։ Իսկ տանս վրա ով էր հարցատվել։ Ով էր մեր իրավաբանի գլուխը կերելու գոքորին նստեցնել տվել։ Էդ էլ չգիտես։ Դու հիմա քո կողքը հավաքել ես մարդկանց, ովքեր ակտի չեն այդ դեպքերի համար։ Ովո, եթե դու նաև ինձ նկատի ունես, ես քեզ տղավարի ասել եմ, որ ոչ տանդ վրա հարձակվելու, ոչ էլ իրավաբանի անհետանալու հետ մենք ոչ մի կապ չունենք։ Շատ հետաքրքիր պատկեր է ստացվում, Երեմ։ Գոքորի իրավաբանը չի թողում, որ դուք գործարանը ստանաք, ու դրանից հետո ինքը անհետանում է, ու դուք ասում եք դրա հետ ոչ մի կապ չունեք։ Դրանից հետո Գոքորին են բռնում։ Արշակի ցուցմունքի հիման վրա։ Մենք ման ենք գալիս Արշակին, որ գա ցուցմունքը փոխի։ Ու նրան գտնում ենք որտեղ։ Մալխասի դաչում, որտեղ նրան հսկում են Մալխասի հավատարիմ մարդիկ։ Ու Մալխասը հայտարարում է, որ ինքը ոչ մի կապ չունի։ Ու դու գարանտ ես կանգնում Մալխասի խոսքին, Երեմ։ Գարիկ, դու հիմա ուզում ես ասես։ Ես չվերջացրեցի հլը, Երեմ։ Այդ դեպքերից հետո ու բանկետից մի քանի ժամ առաջ տան վրա հարձակում է ալնում։ Մի քանի պատոնկներ ներս են մտնում ու սկսում են անկանոն կրակել, առանց նպատակի։ Ու այս դեպքերից հետո դուք ասում եք, որ դուք ոչ մի բանի հետ կապ չունեք, ու այս ամեն ինչը ուղղակի պատահականություն էր։ Լսի, Գարիկ, դու իմանս ես ներկայացնում ես ամեն ինչը ոնց որ քեզ ա ձեռնտու։ Բայց եթե այս մազայքի տեղերը փոխեն, կարող է լրիվ ուրիշ պատկեր ստացվի։ Էլի կա տապիկություն անես միրո։ Այդ մազայքեն ոնց էլ դասավորես նույն պատկերն ա ստացվելու։ Ես գիտեմ ինչ ես մտածել։ Դու քո կարճ խելքով ուզում ես վրաստը քո ձեռը վերցնես։ Ու որոշ մարդիկ համաձայնություն են տվել քեզ օգնելու։ Բայց դու մի բան հաշվի չես առել, որ ես 10 քայլ ձեզնից առաջ եմ մտածում ու ձեր սաղ գախնի խոդերը անգիր գիտեմ։ Չէ, հովո, ես չեմ ուզում քո վրաստը ձեռիցդ խլել։ Ես ուղղակի ուզում եմ, որ արդարությունը վերականգնվի ու այդ ես կանեմ առանց պատերազմի։ Արդարություն։ Գոնե դու գիտես այդ ինչ բան ա միրը։ Շատ լավ գիտեմ, հովո։ Արունի պես հարգված մարդու սպանողները միջև հիմա չեն բռնվել ու իրաց պատիժը չեն ստացել։ Բարոնի սպանության կազմակերպիչների թելերը տանում են դեպի կայոտ, որը որ հիմա գոյություն չունի, Միրո։ Էդ դու ես տես մտածում, Գարիկ, իսկ ես չէ։ Բա դու ինչ ես մտածում այդ հարցի կապակցությամբ, Միրո։ Մի հատ լուսավորի մեզ։ Ես մտածում եմ, հովո, որ բարոնին ստեի տղեկից մեկի զակազով են խփել ու ես կճշտեմ ով այդ շակալը։ Եթե բարոնի զակացը դրսից չեն տվել, ոնց որ մենք ենք մտածում, ուրեմն այդ շակալը հիմա էլ մարդկանց շարքում է, որոնք շրջապատում են քեզ։ Հովո կարաս կոնկրետ անուններ տաս։ Հիմա դուք ինձ կոնկրետ անուններ տաս, Միրո։ Ու ձեր ժամանակն արդեն սպառվում է իմ համբերություններ հետը։ Հա, բան ունեք ինձ ասելու։ Մենք էլ ավելացնելու բան չունենք, Բովո։ Ես էլ միլիոն էլ կարանք մեր բոլոր սրբություններով երդվենք, որ մենք քո հետևից քիլլեր չենք ուղարկել։ Ձեր սրբությունը փողն է։ Իսկ փողի վրով երդում չեն ուտում։ Սիովո, ես հարգում եմ քո ավտորիտետը։ Ես հասկանում եմ, թե ինչ վիճակ է հիմա քո մոտ, բայց դու մեզ անձնական վիրավորանք ես հասցնում ու էդի արդար չի։ Իմ ու ձեր արդարությունը տարբեր են, Միրո։ Ձեր համար արդարը այն ինչ ձեր օգտին է ծառայում։ Իմ համար չէ։ Ովո։ Եթե դու հիմա կոնկրետ նպատակ ես։ Վերջ։ Էլ չեմ ուզում ձեզ լսեմ։ Ձեր մարդիկ գիտեն ոնց ձեզ գտնեն, եթե դուք միամիտ տեղը կորեք։ Չհասկացա, հովո։ Այդքան դժվար բան եմ ասում, որ չես հասկանում, Միրո։ Հա, գիտեմ, որ քո մոտ ենք եկել։ Ռաֆո,
Ասա ով։ Ես մարդկանց ուղեկցի պատվալ։ Ու թող դե մնան այնքան ժամանակ մինչև որոշեմ ինչ անեմ սրանց հետ։ Ովո, մենք քո մոտ խաղաղությամբ ենք եկել։ Բայց դու սենց ես վարվում մեզ հետ։ Ձեր հետ ես վաղուց տիսես վարվածել էի, որ ձեր տեղը իմանայիք։ Հա բրկել եք լրիվ։ Այս ամեն ինչը հետևանքներ ա ունենալու։ Ես տեղյակ եմ, տար սրանց։ Ո՞, դու լավ գիտես, որ ես երբեք քո որոշումները չեմ վիճակում։ Բայց Միրոն էլ Երեմն էլ այս քաղաքում վերջի մարդկանցից չէ։ Ու եթե ապացուցվեց, որ իրանք ոչ մի կապ չունեն այս ամեն ինչի հետ, մեր դեմ ագրեսիվ կամպանիա կսկսի։ Իմ ուզածնել է Տագարիտ։ Ես հատուկ պրովոկացիա եմ անում, որ սրանց սաղ ստվերում գտնվող կողմնակիցները ջրեհերեսել են, որ իմանանք ում հետ ենք կարգվում, ով ա մեզ թշնամի, ով բարեկամ։ Ասա դավո, այ ես եմ։ Չէ, չենք կարա սպասենք, մենք ժամանակ չունենք։ Միջև առավոտ մեզ ինֆորմացիա ա պետք, արեք ինչ ուզում եք։ Վիգե, ես ինչ ես անում ստեղ։ Ժարին ասա տո սենակը շուտ ազատիլ է։ Չհասկացանք ես ինչ ձև ես խոսում, ձև տուլ է քեզ։ Իսկ որ սենց խոսամ, կհասկանաս Սարա։ Վիգեն, ես ինչ ես անում։ Ուզոս մնեք ու գործը չի։ Լավ, հասկացա, գնում եմ, հասկացա։ Դա վեստիցել է։ Նստի։ Մի վախեցի Վիկա, ես քեզի ոչ մի վատ բան չեմ անի։ Պետք է օգնես ինձ։ Ինչ հարցով։ Կռվել եմ մերի հետ։ Ուզում եմ հետը բարիշ եմ։ Ներողություն խնդրեմ, բացատրվեմ ոբշում։ Ոչ մի ձև չեմ կարող գտնել, զանգում չի բեկալում։ Ես չեմ ուզում այդ հմտում։ Բայց զենքը ինչ ես հետդ վերցրել, թե գնում ես ներողություն խնդրես։ Դա արդեն քո գործը չի, Վիկա։ Զանգի իրան, պայմանավորվի ու որ տենանք իրան։ Զանգելը զանգ եմ, Վիգեն, բայց մերին չի գա։ Այս դեպքից հետո հետս չի խոսում։ Վիկա, դու էլ ասա, որ դա կյանքի ու մահվան հարց է։ Ասա, որ քո կյանքը իրանից է կախված։ Ու այդ գործի մար, Վիկա, քեզ $200 փող կտամ։ Վիգեն, դու հաստատ ուզում ես մերից ներողություն խնդրես, թե ուրիշ հարց կա։ Հաստատ, Վիկա։ Ես էլ խաղալիք է, պահել եմ մոտս, որ լոխարին վաղցնեմ արխել։ Որտեղ ասեմ հանդիպենք։ Որտե՞։
Ես վերևը մի հյուրանոց կա, ասա թող կատեն։ Թող ադմինիստրատորին հարցնի, որ սենյակում եք ու գա։ Չի վերցնում Վիգեն։ Զանգերը գնում է, բայց չի պատասխանում։ Երկար պայք վեկալի Վիկա։ Ալո, Ալո, Մերի ջան, ես եմ։ Վիկա, ինչ ա եղել, ինչի ես լացում։ Մերի, ես փորձանքի մեջ եմ ընկել, դու ինձ պետք է օգնես։ Ինչով օգնեմ, Վիկա, ինչ ա եղել։ Հեռախոսով չեմ կարող ասեմ, դու արի ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Գիտես թե ժամը քանիսն է։ Ես չեմ կարող տնից նես դուրս գամ, որ տնեցիք չիմանան։ Մերի, ես կյանքի ու մահվան հարց է։ Իմ կյանքը հիմա կարելի ասել քեզանից է կախված, խնդրում եմ, արի։ Լավ, ասա, որտեղ ես։ Հիմա գալիս եմ։ Հա, գիտեմ այդ հյուրանոցի տեղը։ Մտնեմ ներս, ադմինիստրատորին հարցնեմ, որտեղ է քո սենյակը։ Եղավ, 15 րոպեից այդտեղ եմ։ Սպասում եմ, մենակ շուտ արա։ Լավ է։ Ընտիր։ Այսը քեզ պրեմիա։ Գնացինք։ Ուր։ Արի հետո կիմանաս։ Դուք միացել եք ձայնային փոստին։ Կարճ ազդանշանից հետո կարող եք թողնել հաղորդագրությունը։ Ալո, Գոքոր, բարև Մերինա։ Կներես, որ ես ուժամին անհանգստացնում եմ։ Լավ, ամփոփենք։ Ինձ թվում է, որ բոլորդ հասկացաք, թե ինչ լարված եւ վտանգավոր դրություն է տիրում քաղաքում։ Կայծն արդեն բռնկվել է եւ կարող է վերածվել հրդեհի, մեծ հրդեհի, որը մենք ոչ մի գնով չպետք է թույլ տանք։ Ոստիկանությունը պետք է կասեցնի ամեն տեսակի բռնության դրսևորում, թեկուզ եւ կոշտ մեթոդներով, այո, կոշտ մեթոդներով։ Հանցագործները պետք է հստակ գիտակցեն, որ նրանք մեր տեսադաշտում են, եւ մենք թույլ չենք տալու, որ նրանք իրենց հարցերը լուծելու համար զենքերով փողոց դուրս գան։ Եվ եթե ամեն ինչ պարզ է եւ հարցեր չկան, վաղն առավոտյան իմ սեղանի տեսնեմ ձեր բաժիններից յուրաքանչյուրի գործողությունների հստակ պլանը։ Հիմա ազատ եք։ Ավակյան դու մնա։ Սիրտ ռազմիկ, հարկավոր է արագացնել մեր գործակալի ներդնումը բյուրոյի բանդայի մեջ։ Իրավիճակը կարող է մեր վերահսկողության տակից դուրս գալ, եթե մենք ինֆորմացիա չունենանք նրանց պլանների մասին։ Հասկացած ես։ Սակայն չեմ կարծում, որ Վահրամին կհաջողվի այդքան արագ վստահություն ձեռք բերել Միրոյի մոտ։ Դա արդեն Վահրամի հոգսն է։ Նա իր գործը գիտի։ Անկեղծ ասած, ես չէի սպասում, որ Միրոնը այսպես արագ կցանկանա հաշիվները մաքրել Հովիկի հետ։ Սա քեզ տարօրինակ չի թվում։ Թվում է։ Բայց առավել տարօրինակ է թվում, որ Միրոնն այդ պատասխանատու գործը վստահել է ընդամենը մեկ մարդու։ Եվ դա այն դեպքում, երբ դեպքի վայրում Հովիկը եղել է տղաների հետ, որոնք դիմադրություն են ցույց տվել։ Կարծում եմ, դա Միրոյի ձեռքի գործը չէ։ Կարծում ես, որ երրորդ ուժի արկայությունն է այստեղ, որ ուզում է
արագացնել Հովիկի եւ Միրոյի միջև սկսվող պատերազմը եւ օգտվի դրանից, հա? Հավանաբար։ Առավել եւս այն դեպքում, երբ քրեական աշխարհում կան այդպիսիները, ովքեր պղտոր ջրում ձուկ որսացողներ են։ Իսկ նրանցից մեկը ուղղակի պրոֆեսիոնալ է այդ հարցում։ Զավենը։ Ես հենց նրա մասին եմ ասում։ Սակայն Երեմին նույնպես հաշիվներից չի կարելի հանել։ Նա հիմա միացել է Միրոյին, բայց իր սեփական խաղն է խաղում։ Եվ շանսը ձեռքից բաց չի թողնի Միրոյի ձեռքերով Հովիկին տապալելուց հետո գրավել նրա տեղը։ Սիր Ռազմիկ։ Հիմա մեզ համար թիվ մեկ կարևորության խնդիրը Միրոյի ճամբարում մարդ ունենալն է։ Բայց ինչ շատ է անհանգստացնում Զավենը։ Հավաստի տվյալներ կան, որ այդ լպրծուն կենտանին կրկին փորձում է Հայաստանում ինչ-որ մեծ գործ սկսել, որի համար կապերի մեջ է մտել դրսի հանցաշխարհի հեղինակությունների հետ։ Քեզ ծանոթ է Մարշալ Մականունը։ Լսել ես։ Այո, պարոն գնդապետ։ Մի քանի տարի առաջ նրա հանցախումբը համարվում էր ամենաազդեցիկն ու ամենախոշոր խմբավորումներից մեկը ԽՍՀՄ տարածքում, որոնք զբաղվում էին թմրանյութերի եւ զենք զինամթերքի առևտրով։ Բայց որքան գիտեմ, նրան ձերբակալել էին։ Լավ չգիտես, Սավակյան։ Մարշալը հիմա ազատության մեջ է։ Դեռ ավելին։ Նա հիմա Ռուսաստանի դաշնությունում աֆրիկյան ինչ-որ գաճաճ պետության հյուպատոսն է եւ անձեռնամխելի։ Հնարավոր է, որ թանկարժեք քարերի հետ է կապված, որով զբաղվում է Զավենը։ Ես չեմ կարծում, որ այդ երկու շնացքերին միայն դա է կապում։ Իսկ որ լուրջ կասկածներ կան, որ այդ երկուսը միասին աշխատել են կայոտում ժամանակին իհարկե։ Կամ ավելի վաղ ժամանակներից, երբ Զավենը պակի գործակալ էր։ Հարկավոր է օգնության խնդրանքով դիմել Մոսկվայի մեր գործընկերներին։ Թող նրանք մեզ ուղարկեն բոլոր ինֆորմացիան այդ Մարշալի մասին։ Իսկ եթե դա խնդրեմ է, մենք կարող ենք ոչ պաշտոնական ուղիներով ձեռք բերել այդ ինֆորմացիան։ Իմ համակուրսեցին հիմա FSB-ում բարձր պաշտոն է զբաղեցնում։ Նա մեզ կօգնի։ Լավ Ռազմիկ, փորձի դա անել, չնայած ես արդեն դիմել եմ որոշակի տեղեկություններ ստանալու համար, բայց ինքդ գիտակցում ես, որ մեր օրերում որքան դժվար է նման կարգի ինֆորմացիոն տեղեկությունները ստանալը։ Առավել ևս, որ այդ Մարշալը կոչվածը հուսալիորեն պաշտպանված է դիվանագետի անվան տակ։ Ես ձեզ հասկացա, պարոն գնդապետ։ Ռազմիկ, հենց հիմա կազմակերպի Միրոյի եղբոր որդուն այդ թաթուլ կոչվածին, որ մեզ մոտ բերեն։ Եվ գցիր այն բանտախուցը, որտեղ Վարամն է։ Եվ Վարամին էլ զգուշացրու, որ պետք է դեպեր արագացնել։ Հասկացած ես, պարոն գնդապետ։ Ես հենց հիմա կզբաղվեմ այդ հարցով։ Ինչ խաբարություն կա Միրոյից ու Երեմից կամո։ Ոչ մի։ Ինչքան զանգում եմ, սա հեռախոսները անջատածա։ Դրանք արդեն վաղուց պիտի եկածել լինեին։ Երևի խոսակցությունը երկարել է։ Չէ։ Չեմ ալխացնի, ուրիշ հարց կա։ Ինձ թվում է դրանք տղեկի գլուխը կերել են։ 1000 անգամ ասում էի մի գնացեք։ Չէ պետք է իրանց ոտով գնային ու ընկնեին Հովոյի ձեռը։ Հանգստացի կամո։ Դու քո թշնամիներին լավ չես ճանաչում։
Ով որ միջև 100%-անոց վստահություն չունենա, որ կիլերին մենք ենք ուղարկել, ինքը տղեկին ձեռ չի տա։ Բա որ չի տա։ Ուր են։ Չեմ կար ասել։ Իսկ ես կարամ։ Տիկոյի կյանքը մի մազից է կախված։ Ու եթե հանգարց դրան մի բան եղավ, հովուն Միրոյին էլ Երեմին էլ ժերտվա կտա, ու դրա համար է պահել ամոտը։ Հնարավոր է կամո։ Այս ճիշտ կլինի Գարիկին զանգել, հասկանալ ինչ է ինչոց է, թե չէ սենց խոսալով բան դուրս չի գա։ Զանգի։ Լսում եմ։ Մալխասն է Գարիկ։ Իմացա։ Իսկ կարող է իմանաս որտեղ են Միրոն ու Երեմը։ Այդ տղեկը ձեր մոտ են եկել հովու հետ խոսալու։ Բայց քանի ժամը չկան ու մենք էլ չենք կարում հետները կապնվել։ Այդ քո ասած մարդիկ հիմա մեր մոտ են, Մալխաս։ Ու ինչ կարգավիճակով են ձեր մոտ։ Արի կիմանաս։ Զալոժնիկ եք պահում տղեկին։ Ես պարտավոր չեմ քո հարցերին պատասխանեմ, Մալխաս։ Ես քեզ ասացի, որ այդ մարդիկ մեր մոտ են։ Ու հովոր շատ դժգոհ է մնացել այդ մարդկանց բացատրությունից։ Մնացած հետևությունները ինքը դա։ Հա, Մալխաս։ Դու ճիշտ ես ասում կամ։ Ով ընտղեկին զալոժնիկ է պահում։ Всё։ Տղեկին չեն խնայի։ Ու դաժե եթե հովոն այդ բանը չանի, գոքորը կանի, կարած չկասկածես։ Պետքա հիմա մերոնց հավաքել սաղին։ Ու ինչ գրով էլ էլի պետքա գնալ տղեկին անել ընդեղից։ Չէ, դրանից օգուտ չի լինի կամո։ Եթե մենք զորքով հավաքվենք ու գնանք, հովոն տղեկին բաց չի թողի։ Առավել եւս, որ իրանք պատրաստ մեզ են սպասում։ Ու եթե մենք գնանք, սաղից կալմեշ կանեն, ու դրանով հարցերը կփակվեն։ Բա ինչ ես առաջարկում։ Լավ, արի նստենք, ստե։ Սպասենք, մինչև տենանք հովոն ում է ուղարկում, որ մեզ խփեն։ Մենք պետք է սպասենք։ Ու մինչև առավոտ, եթե ոչ մի բան չեղավ, կհավաքվենք ու որոշենք ինչ անել։ Ես մինչև առավոտ չեմ սպասելու։ Ես գնում եմ տղեկին անեմ ընդեղից։ Ամփերի կամ նստի տեղը։ Կամո, դու գիտես, որ ես կռվից չեմ վախենում։ Ու եթե պետք է, ես մենակով է կգնամ Օվոյի մոտ։ Բայց ես այդ դեպքը չի։ Մենք այդ կրակոցների հետ կապ չունենք։ Ու այդ պոզիցիան միջև վերջ պետք է պահենք։ Անկախ նրանից հովոն հավատում է մեզ, թե չէ։ Biz եթե գնանք, ամեն ինչ կփչացնենք ու տղեկին դրանով չենք օգնի։ Իսկ եթե Գարիկը առավոտը զանգեց ու ասեց եկեք տղեկի գլուխները տարեք, այդ վաղտ ինչ ես ասելու։ Այդպես բան չի լինի, կամո։ Ես գարանտիա եմ։ Ես հովոյին շուտվանից եմ ճանաչում ու այդ տղեն առանց ասնավանի ոչ մեկին չի պատժի։ Իսկ ինքը Երեմին ու Միրոյին պահում է նրա համար, որ մեր աչքը վախացնի։ Ես չգիտեմ, դու, Կարոն կամ մնացածները ինչ եք մտածում հովոյի մասին, բայց եթե մինչև առավոտ տղեկին բաց չթողեցին, ես իմ տղեկին հավաքում եմ ու գնամ իրանց անեմ ընդեղից ինչ գնավել ուզում ալնի։ Բարի երեկո։ Բարի ձեզ։ Իմ ընկերուհին ձեզ մոտ է մնում։ Անունը Վիկտորիա է։ Ասեց, որ մոտենամ ձեզ կասեք իր սենյակի համարը, ես մերին եմ։ Շատ լավ, հիմա ճիշտ։ Ալո, բարի ձեզ։ Հյուրանոցի ադմինիստրատորն է ձեզ անհանգստացնում։ Ահա, ձեզ մոտ մարդ է եկել, Մերի։ Ահա, շատ լավ։ Կարող եք բարձրանալ։ Սենյակ համար 103։ Գնալ շնորհակալություն, քեզ։
Վիկա։ Ներսում ես։ Հա, Մերի, արի։ Ինչ ա եղել, Վիկ, ինչ ես կանչել։ Արդ Մերի։ Չէ, սպասում։ Ինչի, Վիկա։ Մերի, Վիգենը ինձ ասեց ուզում ա քո հետ հանդիպի, խոսա, ներողություն խնդրի։ Բասի բան կա խոսալու։ Ես քո հետ ոչինչ չունեմ խոսալու, տականք։ Վիգենես ինչ ասա, քո դու գիր չես։ Ձերը։ Մերի, կներես, ես չգիտեի, որ ինքն ինձ է պահելու։ Վիկա, քեզ 10 վայրկյան ժամանակ որ մաքրվես սենյակից։ Վիգեն հանգստացի, դու աննորմալ չես։ Դուրս արի ասի։ Հանգստացի, դուրս եմ գալի։ Մերի, կներես։ Ու լսի ինչ եմ ասում, Վիկա։ Հանկարծ մտքովը չանցնի զանգես միլիցիա կանչես կամ ինչ-որ մեկին ասես։ Երբիտակից կգտնեմ։ Լսում ես։ Ու իշի, որ դու ես օգնել, որ Մերին գացնի։ Ես ոչ մեկի չեմ ասում։ Մոռացի ինչ ես տեսել։ Մերի։ Մի կպի ես զսվում եմ քեզանից։ Մերի մի վախեցի, նայ, պիստոլետը դնում եմ։ Ես քեզ ոչ մի վատ բան չեմ անում, Մերի։ Մենակ դու ինձ լսի, լավ, Մերի։ Ես այսօր շատ վատ բան եմ արել, Մերի։ Մեզ քաղաքում էլ չեն կարող մնալ։ Ես մարդ եմ սպանել, Մերի։ Ինչ։ Մարդ եմ սպանել, Մերի, ու այդ արել եմ քո պատճառով։ Իմ պատճառով։ Ում ես սպանել, Վիգեն։ Քոքորին։